Սիմոնյան Կարինը։ Դուք այս կրպակը Աձե, սեփականացրած է։ միայն վաճառում։ Ծախում, հա, դե չել սիգարետ։ Ինչ խնդիր ա եղել հարկայինի հետ։ Հարկայինի հետ են, որ ճիշտ է, չծախվելով ապրանքը, հարկային բան էլի, նալոգը ուշացրել եմ։ Հիմա հա, ես համաձայն եմ, որ ես ուշացրել եմ, բայց ես մուծում եմ։ Ուշացում ու բայց մուծում են։ Հիմա իրանք ասում են, որ համ այդ հարկային տուգանքը, համ տուժա գալի այդ հարկային, կրկնակիտ բան եմ մուծել ես։ Եթե ես մուծում էի, ասենք տարին 60,000, հիմա մուծել եմ 122,000։ Այդ տուժ, տուգանք եւ ձեր հարկային պարտավորությունները։ Պարտավորությունները։ Համ էլ երեք էլ գնացի, ասում են բանա։ Հարկային բան, վարչական տուժ։ Վարչական տուժ։ 20,000 է դրամ։ Իսկ ոնց ա եղել, որ դուք ուշացրել եք այդ խնդրը։ Ուշացրել եմ, потому что առևտուր չկար, մի քիչ ֆինանսապես լավ չէի։ Հա, իսկ ձեզ ծանուցել են, չեն ծանուցել։ Բան են ասել են, որ ուղարկել են տան հասցեի վրա, ընդեղ չենք ստացել նամակ, իսկ որ նամակը ստացել են հունվարի 18-ին, հենա ծրարնել ունեմ, իրանք ասում են, որ էդի հոկտեմբերի տուժն ա եկե։ Այսինքն հոկտեմբերի տուժն եկել է հունվարին։ Հունվարին, հա։ Ու լրացուցիչ գումարը։ Գումարը, հա, վարչական տուգանք, 20,000։ Լավ, ձեր պատկերացման ոնց պետքա վարվեր հարկայինը, որ այդպես չի վարվել։ Ձեր գնահատականը։ Չգիտեմ, գոնե ես իրանց ասում եմ, գոնե միած զգուշացնեիք, զանգեիք, որ տուժա գալի, թե այդ վարս, ասում եմ, մենք չենք զանգարում։ Այդ իրանց պատասխանն էր։ Այսինքն Լավ ենք, հա։ Շատ լավ, իսկ եթե առևտրային գաղտնիք չի, օրվա շրջանառությունը ինչքան է ձեր կրպակի։ Շատ քիչ։ Մի 10,000-ի հազիվ հասնում ենք։ 10-15,000 պատալուկ։ Որից ապրանքը ու եւ թերթերը։ Դու ոնց եք տաքացնում ձեր։ Գիտեն, իմ հաշվին։ Բարձա։ Այս տարածքը նաեւ ձեր սեփականությունն է։ Շատ լավ։ Իսկ թերթեր վաճառվում են։ Ոչ, շատ քիչ։ Համել հիմա ձմերա, առևտուրի էսենց էլ չկա։ Իսկ հարկայինում որ խոսել եք, ասել եք, որևէ կերպ ձեզ չընդառաջ։ Չէ, ասեց ոչինչ չեն կարող անենք։ Ուժե վարչական տուժը գրած է։ Ինչ-որ բան ունեք կառավարությանը, հարկայինի պետին ասելու։ Հարկայինի պետին բան չունեմ ասելու, բայց եթե մեր վարչապետը ասում է, որ մալի բիզնեսին, փոքր բիզնեսին պետք է ընդառաջվենք, պետք է ինչ-որ մի միջոցառում գտնենք, որ մի քիչ այդ մարդիկ ոտիկային են, էլ հարկայինը ինչ է անում, ես չեմ հասկանում։